Արմլուրին Արմավիրի մարզի Շենիկ համայնքի բնակիչը կրկինահազանգում է, որ Շենիկ ջրաօգտագործման ընկերությունը խոշոր գումարներ է ներկայացրել իր ջրաօգտագործման հաշվին։ Դատարանից թուղթը որ եկա, այդ հո փաստ է, սաղմել գիտեն, ես իրան զանգեցի, գնացի ընդեղ, ինքը այդ թուղթը վերցրեց իրա ձեռով ճղեց, երեց մեր ջան, դու իմացություն ա եղել, այդ հարցը կլուծվի։ Ուրեմն տեսեք, սկզբում մոտ 1 միլիոն էր, հետո սարքին 700,000-ով գրեք, հետո կանչել եմ պապային մի ամիս առաջ, ասում են արի նվազեցնենք, սարքենք 250,000 դրամ, դու այդ պարտավորագիրը գրի, մենք տանենք գցենք պատվար, հարկադիրի տոկոսներն էլ արտակը կգնա մուծի 30,000 դրամը։ Ինչ է նշանակում, իրանք այդ փողերը կերել են, համ ինձանից են վերցրել կերել, հիմա էլ ուզում են պետության փողերն էլ մխսեն, տենց հասկանամ, թե ինչ են սարքում, ես դա չեմ հասկանում։ Քաղաքացին հատկապես դժգոհություն է հայտնում ընկերության փոխտնօրեն Արտակ Պետրոսյանից, որը ըստ մեզ հազանգած քաղաքացու փորձել է հարցը անգամ փողոցային կանոններով լուծել։ Մի քանի անգամ վիճաբանություն ենք ունեցել, հայտնում է Շենիկ համայնքի բնակիչը։ Թող մի հատ ինքը հրապարակայինորեն ասի, թե ինչի համար անց էլի ասում էլի, որ գրի մենք կգցենք կետա պատվալ ու կկորի այդ հաստատուղթը, կամ որ այտենց է, իրանք այդքան մաքուր են աշխատում, այդ ոնց է, որ մի ամիս առաջ մոտավորապես, ասեն, կանչել էին իմ պապային ընդեղ իրանց մոտ, ասում էին արի քու պարտքը իջացնենք, սարքենք 250,000 դրամ, այդ 250,000-ով դու գրի այդ պարտավորագիրը, մենք գցենք արխիվ այդ պարտավորագիրը, թող էտա գորի հարկադիրի փողերն էլ արտակը կմարի կվերջացնենք, մի հատ թող դրա պատասխանը տա էլի արտակը։ Մեզ հազանգած քաղաքացին նաև նշում է, որ իրենց համայնքում նման խնդրի այլ մարդիկ ևս բախվել են, սակայն ստիպված համաձայնվել են ընդունել եւ մարել Շենիկ ջրաօգտագործման ընկերության կողմից ներկայացրած պարտքերը։ Գյուղում շատ մարդիկ կան, որ բողոքում են, չի որ չկան, ուղղակի տեսեք ոնց է ամեն մարդ ինքը իր հարցը, քանի որ ասենք աշխատավարձին է հասնում, ստիպված այդ թուղթը գրում են, որ լիճբի իրաց աշխատավարձը բացվի, իրաց ընտանիքները պահեն։ Հետո հենց ինքն էլ իր հարցազրույցների մեջ եթե նկատել եք ասում է, որ 2500 ջրօգտագործող ունենք, հələ մի հատ գնա հարցրա որ մեկը պարտք ունի, ով գիտի, որ ստեղ միլիոններով պարտք ունի մեր մոտ։